Զրուցում ենք Արցախի Հանրապետության ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, մայիսի 21-ին պետք է լրանա Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը եւ արդեն այս անգամ ոչ թե ժողովուրդը, քաղաքացիները, այլ Արցախի ազգային ժողովը պետք է այս նոր իրավիճակով պայմանավորված ընտրի նոր նախագահին։ Ինչպիսին պետք է լինի նոր նախագահը եւ ինչ անուններ են շրջանառվում, այսօր արդեն մամուլում անուններից մեկն է շրջանառվում Հայկ Խանոմյանի անունը, կխնդրեմ ասեք, թե էլ ինչ տեխնացուների անուններ են քննարկվում խմբակցությունների շրջանակներում։ Մենք բնական է, ինչպես եւ քաղաքական միգուցե նաեւ այլ ուժեր, բնական է, որ քննարկումների փուլում ենք եւ այդ փուլը բավականին ակտիվ է։ Ձեր նշած անձի մասով որևէ բան ասել չեմ կարող, որովհետեւ մենք առնչին երբևէ հատկապես այս բռնի տեղահանումից հետո այդ անձի հետ չի եղել, ներկայացուցիչում երբևէ չենք հանդիպել, որևէ քննարկում չի եղել եւ ըստ մեր կանոնակարգի յուրաքանչյուր խմբակցություն իրավունք ունի ներկայացնել նախագահի իր տեխնացուին եւ Արցախի ազգային ժողովը ունի 5 խմբակցություն ներկայացված են 5 քաղաքական ուժեր, հետեւաբար յուրաքանչյուրը կարող է ունենալ իր տեխնացուն։ Ձեր նշած անձի մասով ես չեմ կարող ասել որևէ խմբակցություն ունի նպատակ թե ոչ, ամենայնիվս մեր մասով չի դա։ Երկրորդը մենք հակված ենք այս ծանրագույն փուլում դիտարկել իհարկե բոլոր քաղաքական ամբիցիաները մի կողմ դնելով, քաղաքական նպատակները մի կողմ դնելով, առաջնահերթություն որպես դիտարկել եւ ունենալ Արցախի եւ Արցախի ժողովրդի շահը։ Եվ հետեւաբար այս փուլում ինչ-որ ամբիցիաներ առաջ քաշելը չեմ կարծում, որ խելամիտ է։ Ինչպիսին պիտի լինի։ Մենք կոնկրետ անուն դեռևս չենք էլ պատրաստվում տալ, որովհետեւ դա այս պահին ես կարծում եմ, որ դա ինտրիգա է, որը որևէ մեկը, որևէ քաղաքական ուժ կամ իրավունք չունի ուղղակի անելու։ Երկրորդը ինչպիսին պիտի լինի Արցախի նախագահ։ Դա այն ժամանակահատվածն է, երբ մեզ համար շատ կարևոր է նախ Արցախի նախագահի ինստիտուտի պահպանումը։ Երկրորդ շատ կարևոր հանգամանք է, որ Արցախի նախագահի ինստիտուտը պիտի կենսունակ լինի եւ կարողանա ներկայացնել իր ժողովրդի, թե Արցախի, թե իր ժողովրդի շահը, որն է այդ շահը, այն արցախցիների վերադարձի իրավունքը, այսպես օրակարգային հարց դարձնելն է։ Եվ հետեւաբար դա նախ մեծ աշխատանք է, երկրորդը լուրջ առաքելություն է, եւ երրորդը ցանկացածը պիտի դիտակցի, որ այն կոմֆորտ վիճակում հայտնվելու համար չէ եւ երկրորդը այն արվելու է բացառապես անվճար։ Այդ առաքելությունը, որի համար որևէ մեկը չի վարձատրվելու։ Սրա գիտակցումը ես կարծում եմ պիտի ցանկացածը ունենա։ Եթե իհարկե այս ինքնավարկած որևէ հատկանիշ բացակայելու է, դեպաբար դրանք այն ուժերն են կամ այն անձինք են, ովքեր միանշանակ նպատակ ունեն ասարկելու այլոց շահը, ովքեր ուղղակի ուզում են ոչնչացնել Արցախի պետական ինստիտուտները։ Իսկ դրանք են միանշանակ Ադրբեջանի իշխանություններ, ցավոք սրտի նաև Հայաստանի իշխանություններ եւ իրենց այդպես շուրջ բոլորը պտտվող տարբեր շահեր հետապնդող մանր քաղաքական այլ ուժեր։ Տիկին Հակոբյան, եւս մեկ հարց, այս պահին Հայաստանի իշխանությունների կողմից նկատում եք process-ին խառնվելու որևէ միտում։ Իհարկե նկատում ենք եւ դա իհարկե ուղիղ չի արվում, դա դեռևս Արցախում իրենք ունեին այդ ծրագիրը եւ փորձեցին հենց արցախցիների ձեռքով ցույց տալ, որ արցախցիներն էին, որ պատճառը դարձան հանձնելու Արցախը, մենք իրենց այդ ձեռքին ծանոթ ենք։ Հիմա այստեղ վերջին ժամանակներում դուք տեսնում եք, ժամանակ առ ժամանակ ինչ-որ խմբեր ու խմբակներ են հայտնվում, որոնք ինչ-որ անհեթեթ կամ անհասկանալի կամ չգիտես որտեղից
բխած պահանջներ են դնում, որը այս իրականության հետ որևէ կապ չունի կամ չի կարող որևէ կերպ ընթացք ստանալ, հարձակվում են Արցախի ներկայացուցչության վրա եւ ցավոք սրտի թեկուզ եւ մի քանի տասնյակ կամ 100-յակ, նույնիսկ 200-յակ, բայց դրանք բացառապես արցախցիներ են։ Սա իրենց գործելավոճն է, նաև ամբիոնից հնչող իրենց այդ հոխորտանքները, այդ ատելության քարոզը, որ իրենք տարածում են, հա, դա ուղիղ հենց այն ճնշումներն են, ինչու՞ չէ նաև երբեմն բռնաճնշումներ են դրանք դառնում, որով իրենք ուղղակի ուզում են լռեցնել, վախեցնել, այսպես ձայնը կտրել տալ արցախցիներին։